Եկեք նայենք այսօրվա պատգամի վերնագիրը Քրիստոսի խաչելության պատճառը Քրիստոնեական աշխարհում մեծ խնդրեմ է նկատվում, երբ հարցնում ես ինչի է Հիսուսը խաչվել, սկսվեց Գյուլնար տատիի պատմությունը։ Ամեն ինչ կասի, բայց չի ասի ինչի համար է խաչվել։ Ես այսօր ուզում եմ խորապես հասկանանք Քրիստոսի խաչելության պատճառը։ Ինչն է, որովհետև հույները, երբ լսեցին, որ Հիսուսը խաչվել է, ասացին, ի՞նչ հիմարություն է։ Մի մարդ խաչվել է, ասենք, հետո ինչ։ Հա իր հետ ասացին երկու հոտ մարդ կար խաչված։ Նրանց խի չեք թագավոր հանում, նրանց խի Աստված չեք կոչում։ Ինչ արեցի, որ դրանք գրված է հույների համար Քրիստոսի խաչելությունը, հիմարություն է, ավելացնեմ այսօր շատ մարդկանց համար Քրիստոսի խաչելությունը նույնպես հիմարություն է։ Եթե հիմարություն չլիներ, Նատանը նստած չէր լինի այսօր այստեղ կլիներ։ Այո, ուրեմն մենք այսօր խոսելու ենք այս մասին, Քրիստոսի, խաչել Քրիստոսի մասին։ Ես անցյալ ծառայությանը նույնպես ասեցի, որ մինչև Զատկի տոները մենք կխոսենք խաչելության մասին, որտեղ կարծում եմ, որ ամենահզոր պատգամները, ամենաօծված պատգամները դրանք են, որոնք վերաբերվում են Հիսուսին։ Ամեն, փառք Տիրոջը։ Եվ այսպեսով խոսելու ենք այսօր խաչալ Քրիստոսի մասին, կամ մեկը որ ունի ձեռքին Աստվածաշունչ, եթե դու այդպիսի մեկն ես եւ ունես քո ձեռքին Աստվածաշունչ, ապա կխնդրեմ միանգամից բացես Առաջի Կորինթացիներից մի հատ համար, որտեղ ես հույների ծիծաղն եմ քեզ ցույց տալու։ Հույների ծիծաղն եմ ցույց տալու եւ հրյաների գայթակղությունը խաչված Քրիստոսի վրա։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս, գրում է Պողոս առաքյալը։ Հրյաների համար դա գայթակղություն է, հույների համար հիմարություն։ Գիտեք, հրյաների համար գայթակղություն բառը օրիգինալ տարբերակում գրված է։ Հրյաների համար դա գայթակղության քար էր Հիսուսը։ Հատուկ է նշված քարը, չգիտեմ այստեղ քարը նշված է անգլերեն տարբերակում։ Նշված է թե ոչ, բայց օրիգինալում King James-ի թարգմանության մեջ ես չնայած մեր ծառայողին խնդրել էի, որ փակագծերի մեջ գրել գլորման քար, գայթակղության քար, ասում է հրյաների համար Քրիստոսի խաչելությունը գայթակղություն էր։ Անգամ գայթակղության քար, քարը հատուկ են նշում, որտեղ քարը չընկնի մեկի վրա, եթե ընկավ կջարդի։ Իրանք հատուկ են քարը նշում, որտեղ Հիսուսը եղավ մի քար, որը ընկավ իրանց վրա։ Հիմա ասում է եւ այստեղից կարդամ հույների համար հիմարություն, բայց այն կանչվածներից համար այս նախադասության մեջ կարող ես քեզ տեսնել, գտնում ես, հավատում ես, որ դու կանչված մարդ ես, որովհետև փրկությունը նախասահմանված է ամբողջ մարդկանց, ողջ ժողովրդի համար, համայն մարդկության համար, հավատում ես, որ դու այդ կանչվածներից մեկն ես, ասում եմ, բայց կանչվածներից համար, այսինքն հավատացյալների համար։ Քրիստոսը քարոզում ենք որպես Աստծո զորություն եւ Աստծո իմաստություն։ Եթե ինձ հարցնես, ինչ է նշանակում խաչալ Քրիստոս, ես այն կպատասխանեմ կարճ եւ աստվածաշնչյան ձևով։ Խաչալ Քրիստոսը դա Աստծո զորությունն է ինձ համար։ Ամեն։ Ինչ է զատիկը դա Քրիստոսն է, որ մորթվեց մեզ համար։ Կարճ բովանդակալից հույները ծիծաղեցին եւ ասացին, հա, հետո ինչ։ Հիրակողքներ երկու հոգի մարդ մեռան խաչի վրա, ինչ պատահեց, որ դուք նրան աստվածացրեցիք, ոտ հիմարություն։ Ասում եմ, հույների համար հիմարություն էր, հրյաներն էլ գայթակղվեցին Հիսուսից։ Հիմա ուզում եմ միտեղ ցույց տամ, ու շատ տեղը կցույց տամ, ինչու նրանք գայթակղվեցին Հիսուսից։ Ինչու այսօր շատ մարդիկ գայթակղվում են Հիսուսից։ Ինչու այսօր շատ մարդիկ չեն հավատում Հիսուսին։ Որն է պատճառը, որ դու չես գալիս եկեղեցի։ Որն է պատճառը, որ քո հարազատը, հայրը, մայրը, ամուսինդ, կինդ, որդիդ չի գալի եկեղեցի, որովհետև Քրիստոսը շատերի համար այդ քարն է։ Մինչ կանցնեմ այդ ամեն ինչին ուզում եմ մի բան ասել։ Գիտեք, որ ռելիգիան, կրոնը դա հավատք չէ։ Քրիստոնեությունը դա ռելիգիա չէ։ Քրիստոնեությունը դա հավատք է, եւ կենթանի հավատք, կենթանի հաղորդակցություն Տեր Հիսուսի հետ։ Ռելիգիան դա ավանդույթն է, դա սովորություններն են։ Եկեք նշենք այս ինչ ազատ, եկեք նշենք Վարդեվոր, եկեք նշենք Տրնդես, եկեք նշենք Մարիամ Աստվածածին, եկեք նշենք այս ինչը, եկեք նշենք այն ինչը։ Ռելիգիան, թող բարձրանա այստեղ մեկը ոտքերի վրա եւ ասի ինձ, որ մեկի տա ռելիգիան սովորեցրել Հիսուսին ճանաչել։ Որ մեկի տա ռելիգիան ասել, որ դու մեղավոր ես եւ քո մեղքը քեզ տանելու է դժոխք։
եւ քո վրա դատապարտության դատավճիռ կա։ Որ մեկին է ռելիգիան ասե, ինչ է անում ռելիգիան։ Քեզ կապում է սովորությունների հետ, քեզ կապում է ավանդույթների հետ, քեզ կապում է օրենքի տառից։ Ռելիգիան քեզի արտակնապես է փորձում փոխել, բայց Հիսուսը քեզ կփոխի ներսից։ Ահա ռելիգիայի տարբերությունը, ամեն։ Այս աշխարհում բազմաթիվ կրոններ կան, եւ դուք գիտեք, որ այդ կրոնները ֆինանսավորվում են եւ միլիոնավոր դոլարներ են ֆինանսավորվում, հարցրու ինչու են ֆինանսավորվում, օրինակ մեզ ոչ մեկ չի ֆինանսավորում, բայց ինչու օրինակ Եհովայի վկաներ, մորմոններ եւ մնացած այլ, ուրեմն նոր աշխարհ, այսպիսի ուրեմն կրոններ կան եւ այսպիսի աղանդներ կան, որոնք միլիոնավոր դոլարներ են ստանում եւ ֆինանսավորվում են։ Ինչու մենք չենք ֆինանսավորվում, որ քարոզում ենք Խաչյալ Քրիստոս, բայց նրանք ֆինանսավորվում են, որովհետեւ ֆինանսավորվում են, որ չքարոզեն Խաչյալ Քրիստոս, որովհետեւ ոչ մի Եհովայի վկա քեզ չի ասի Քրիստոս մեռավ եւ հարություն առավ, որ արդարացնի քեզ։ Նա ասում է եկեք տոնենք Հիսուսի թաղման օրը, որովհետև նրան թաղեցին և նա տենց էլ մեռած մնաց։ Սրա համար են ֆինանսավորվում։ Աշխարհում այնքան կարևոր գործեր կա, այնքան կարևոր բաներ կա, որի վրա կարելի է ֆինանսներ ծախսել, բայց այդ ֆինանսները չեն ծախսվում այդպես գործերի վրա։ Աֆրիկայում երեխաները մեռնում են առանց ջուր։ Երեխաները մեռնում են առանց սնունդ, երկրներ կան, որտեղ կրթության կարիք կա, եւ կարելի է այդ միլիոնավոր դոլարները դնել կրթական համակարգներ պատրաստել, հիվանդանոցներ, դպրոցներ, զարգացնել մարդկանց, կերակրել, հիվանդանոցներ, բայց ոչ, այդ գումարը վերցրվում եւ դրվում է այս ռելիգիայի վրա, որ տարածվի, որ չկա խաչ, եւ չկա խաչյալ, եւ խաչյալը հարություն չի արել։ Ահա թե ինչի համար է ֆինանսավորվում ռելիգիան։ Պարզել շատ լավ։ Ուզում եմ, որ դու նայես հետևյալ արտահայտությունը, որը միգուցե քեզ համար կթվա մի քիչ կտրուկ, բայց ես ուզում եմ ասել այն, ինչը ես մտածում եմ։ Կրոնից գարշելի հոտ է գալիս։ Եվ այն չի կարող երբեք փոխել, որևէ մեկի մոտը չի փոխել։ Միայն ավետարանը կարող է փոխել մարդուն։ Որ տաճարն ուզում ես գնա, որ տաճարի տակ էլ ուզում ես ապրի, որ տաճարի դռներն էլ ոնց ուզում ես համբյուրի, ինչ ուզում ես արա, երբեք կրոնը չի կարող փոխել մարդուն, մարդուն կարող է փոխել միայն ավետարանի ճշմարիտ խոսքը, ամեն, հալելույա։ Գիտեք, օրեր առաջ ես մեր ծառայողներից մեկին մի երկու հատ փոքրիկ կարճ վիդեոներ ուղարկեցի, որ այստեղ Ամերիկայում սևականների եկեղեցի էր, այո, սևականների եկեղեցի էր, գիտեք, լսեն հանկարծ միտեղ մարգարե է եկել, լսեն մի եկեղեցում հրաշագործության ծառայություն է եկել, կդատարկվեն, կգնան, կվազեն, եւ ես ցույց տվեցի դրանցից մի քանիսը, նայեք, եթե անգամ, հələ չեմ ասում ինչ էր տեղի ունեցավ այնտեղ, չեմ ասում ինչ էր տեղի ունեցան այնտեղ, ես էդի հələ մի կողմ եմ դնում, բայց ուզում եմ ասեմ, ինձ ուշադիր լսի, վազես այս եկեղեցի կամ վազես այն եկեղեցի, մի խնդիր կա, որը պիտի ներսից մաքրվի, ներսից բժշկվի քո մոտ, հետո ուր ուզում ես գնա։ Մարդիկ վազում են հրաշագործության ծառայության, հարցնում է կնոջը, այդ կինը նաև մեզ մոտ է եղել, եւ մենք իմացանք, որ այդ ծառայությունից հետո է մեզ մոտ եղել, այո, մենք հաշվեցինք, տեսանք, որ մարտի այն շաբաթն է եղել, որ շաբաթը արդեն այդ եկեղեցում է, կանչեցին իրան քանսերի համար աղոթելու եւ այլն, կրծքի քանսերով եւ այլն, մեկ ուրիշների համար եւ այլն էս կոմենկոմ, եւ հետո մենք տեսանք, որ կինը այդ մեծ ծառայությանը, այդ մարգարեն հրաշագործության ծառայողը, որ կանչեց հատուկ բեմ, խոսացրեց կնոջը, ես հայ եմ, ես Վալենսիայից եմ, եւ այլն էս կոմենկոմ, աղոթեց եւ ոչ մի բան չփոխվեց իր մոտ։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ձեզ ասել։ Մենք պարտքեր ունենք։ Եվ այդ պարտքերը մեր սրտերի մեջ է, չներում, ատելություն, բամբասանք, դատ, գոռոզություն, հպարտություն, ու այդ պարտքերը չմարած վազում ենք հրաշագործության ծառայությունների, վազում ենք թե այս ինչը որ ծառայի կմաքրվենք, այն ինչը կծառայի կմաքրվենք, չկա այդպիսի մի բան։ Կգնաս, կվազես, կհոգնես, կգայթակղվես, կգաս կասես, օծությունը քիչ էր այդ ծառայողի, աղոթեց ոչ մի բանն էլ չփոխվեց, պետք է պարտքերը վճարել։ Եվ այդ պարտքերը մարվում են մի ձև, գիտեք,
Եթե քո տան վարկերը, մորգեջը կամ կոմունալը բիլերը վճարում ես դոլարով, ապա այն ներսի պարտքերը մաքրվում է խաչյալ Քրիստոսի թափած արյունով։ Ամեն։ Ուզում եմ, որ մի բան տեսնենք։ Ուզում եմ, որ սա տեսնենք։ Մինչև չվճարվի պարտքը, չի լինի պարգևատրում։ Ուր ուզում ես գնա, վաղը եթե հետո տեսա ինչ եղավ, հովիվը հագած կապած, սիրիոզնի մարդ էր, վերջը մնգավ եկեղեցու փուլի մեջը, հատուկ ընկավ, մտավ, կաշծում շալվարով, դուրս եկավ, ջրերով, չփչփալով, տեսել ամենը քույրը, չփչփալով, հելավ դահլիճով մեկ վազում ասեց, այս միկրոֆոնը վեկալի տոկն է խփելու այ մարդ։ Մի խոսքով, մեկը տենց, այն մյուսը վերկացավ աթոռների վրա կանգնեց եւ սկսեց գազանային ձայներ հանել, մնացածը գազանի ձայներ սկսեցին հանել։ Հետո այն մյուս հովիվը երկու հատ օծ ուսին եկել էր, այդ օծերը խես բերե, ազև ենք դրանցից ազատվել։ Մի տատիկ էլ կանգնած էր խեղճը, նայում այդ օծը հանգարտ չկծի, այ մարդ ուզում էի աղոթեի, որ Տերը կյանքիս տարիները երկարացներես երկու օծով էլ դեմս ես դուս եկել։ Մի խոսքով, այդ օծերը խես բերի, ասма բերել են, որ տեսնեք, որ մեզ Աստված իշխանություն ա տվել, այս դիմացի տատին կուտի են վաղ կիմանաս իշխանություն ա տվել, թե չէ։ Մի խոսքով, ինչի համար են այս ամեն շոուները։ Որտեղ եք տեսել Հիսուս ավետարանը քարոզելու շոու սարքեր։ Որտեղ եք տեսել Հիսուսը կաշճում շալվարով հելներ ընկներ կամ իր հակած շորերով ընկներ էս ջրի մեջ հելներ վազել։ Որտեղ եք տեսել Հիսուս ավետարանը վեկալել ու քացով ֆուտբոլի գնդակի պես սաշել։ Որտեղ եք տեսել։ Եվ մարդիկ կարող են վերկանալ վազել այտենց տեղեր իբր թե ուզում են հրաշքներ, իբր թե նշաններ, բայց գիտեք ինչ եմ ուզում ասեմ։ Ուզում եմ ասեմ ուր ես վազում պարտքերը սրտիդ մեջ։ Սովորիր ավետարանի անաղարտ խոսքը, ուտել եւ մեծանալ։ Սիրիր ներել, սիրիր սիրել, սիրիր չբամբասել, սիրիր չգոռոզանալ։ Եվ գիտեք ինչ եմ եկել քեզ ասեմ, այն ինչ խնդիր որ ունես 100%-ով գարանտիա եմ քեզ տալի, թողնելու է քեզ։ Գիտեք ինչու, մեղքը երբեք չի կարող բնակվել սրբության հետ։ Ամեն, ասում են ինչ է իրանից ներկայացնում Հեզաբելի ոգին, Հեզաբելի ոգին ոչ կին է, ոչ տղամարդ է, Հեզաբելի ոգին դա անհնազանդության ոգին է, դու որոշիր լինել հնազանդ և անմիջապես հենց այդ նույն վայրկյանին Հեզաբելը բաց կթողի քեզ, որովհետև երբեք չի կարող հնազանդությունը անհնազանդության հետ միասին ապրել, կամ անհնազանդ ես կամ հնազանդ ես, բայց եթե որոշեցի ապրել Աստծուն հնազանդ կյանքով, մեկ ակնթարթ անգամ Հեզաբելը քո կյանքում չի մնա Եվ քեզ ոչ մի կոնֆերանս պետք չի գնալ, նա ակնթարթում բաց կթողի քեզ, եւ դա գալիս է նրանից, եթե ճանաչես ավետարանի ճշմարիտ խոսքը։ Ամեն։ Եթե սովորես ներել, եթե սովորես սիրել, դու կարիք չունես անգամ ծոմեր պահելու։ Կատարիր նրա պատվիրանները եւ դու ազատ ես։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Մի քանի բաներ եք նայենք։ Քրիստոնեությունը ոչ կրոն է եւ ոչ էլ իլյուզիա։ Դա չէ sense իլյուզիա, ոչ կրոն է, ոչ էլ իլյուզիա։ Նա կենթանի հաղորդակցություն է, նա կենթանի շփում է Տեր Հիսուսի հետ։ Հալելույա, փառք Տիրոջը։ Եվս մեկ բան նայենք։ Եթե կրոնը փորձում է մարդուն արտաքնապես փոխել, ապա Հիսուսը փոխում է մարդուն ներքուստ։ Կերտելով նրա ներսում նոր սիրտ։ Սա է ազատագրման։ Ուզում եմ ձեզ ցույց տամ բժշկության եւ ազատագրման եւ օրտնված ապրելու, օրտնված կյանք ապրելու պարզ հասարակ ֆորմուլա։ Հնազանդվիր Աստծուն, սիրիր Աստծուն, սիրիր Աստծո խոսքը եւ դեպերը քեզ բաց կթողե։ Ամեն, եւ վերջ։ Եվ դու կարիք չունես այդեն շոուների հետ աս։ Եվ դու կարիք չունես գնաս հետո էլ գայթակղվես, ասես այդ կինն ասել էր եկեղեցի չմնաց որ չեմ մանեկել։ Եկեղեցի չմնաց որ չեմ գնացել աղոթեն ինձ համար։ Հետո ես ասացի պարտքեր կա դրանք պետք է վճարել։ Երբ որ պարտքերը վճարես, դևը բաց կթողի քեզ։ Պարզը։ Եկեք մի բան էլ նայենք։ Ահա, Կորինթացիներից, այս համարը մի հատ եմ ուզում նայենք։ Մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոս, հրյաների համար գայթակղություն, հենա գրել է, գայթակղության քար, եւ հույների համար հիմարություն։ Ուզում եմ հիմա մի փոքր ավելի բացեմ այս քարի հասկացողությունը, եկեք նայենք էկրանին, նայեք որ նկարի վրա քար էր դրված։
Այդ քարը հետ դարձնենք նկարը, ուզում եմ որ նայեք, որ այս նկարը պատահական նկար չէ, բայց հիմա նայենք մեկ ուրիշ բան, նայենք երկու համար եմ ուզում կարդամ եւ խոսեմ այդ քարի մասին։ Ուրեմն գայթակղության քարը դա թևավոր խոսք, ինչպես եք ասում թևավոր խոսքին։ Թևավոր խոսք է, ահա, հենա գրված է, որը նշանակում է խոչընդոտ նպատակին հասնելու կամ խնդրի լուծման ճանապարհին։ Հիսուսը շատ հрьяաների համար դարավ այդ խոչընդոտը, բայց միթե նա եկել էր, որ դառնար խոչընդոտ, միթե նա եկել էր, որ դառնար քար, տեսեք այդ քարը, որ գլորվում է, ճանապարհին ինչ-որ մեկին կանգնացնելու համար, ինչ-որ մեկին չհաղթելու կամ ինչ-որ մեկին իր նպատակին չհասնելու համար, միթե այսպիսին էր Աստծո որդու ծրագիրը, միթե նա ուզում էր, որ նա լիներ քար, ինչ-որ մեկի նպատակի դեմ, ինչ-որ մեկի երազանքի դեմ, հрьяաների համար նա դառավ այդպիսինը։ Էլի եկեք մի համար նայենք, Եսայի մարգարեից, ուշադրություն դարձրեք այս նկարին, նայեք, երբ մարդիկ սկսում են տուն կառուցել, ես չգիտեմ Ամերիկայում ինչպես է, որտեղ այստեղ տները փայտից են, եւ երբեք ինչ չի հաջողվել տան շինարարության սկզբից նկատել, նայել, ոնց է կառուցվում տունը։ Հայաստանում երբ որ տուն են կառուցում, սկսում են այսպես անկյունից։ Նայեք, Հիսուս Քրիստոսը իմ եւ քո հոգևոր տան այս անկյունն է, առանց այս անկյունակարի դու փլված հավատք ունես, որի անունը կդնենք ռելիգիա։ Այո, բայց Քրիստոս անկյունակարն է, որ պահում է քեզ էլ քո հավատքն էլ։ Հիմա Եսային տեսեք ինչ է ասում. եւ նա ձեզ համար սրբարան կլինի, իսկ գայթակղության քար եւ գլորման վեմ Իսրայելի երկու տների համար եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղեմի բնակիչների համար, եւ սա ասվում է Հիսուսի համար, որ նա շատ-շատերի համար լինելու է գայթակղություն։ Մոտենալու ենք նրան, ինչպես նա դարձավ գայթակղություն, դու ապշելու ես, ինչպես կարելի էր Քրիստոսին համարել քար գայթակղության, գլորման քար, բայց իրանք սարքեցին սա։ Հաջորդ մի բանը նայենք Հռոմեացիներից թղթից, եթե չեմ սխալվում, այո, Հռոմեացիներից թղթից։ Բայց Իսրայելը, որ գնում էր արդարության օրենքի ետևից, արդարության օրենքին չհավատաց։ Ինչու համար, հարցնում է Պողոսը, որովհետև ոչ թե հավատքիցը, այլ իբր օրենքի գործերիցը ուզում էին արդարանալ, որովհետև գայթակղության քարի վրա ընկան։ Որովհետև նրանք այս հատվածի մեջ գիտեք ինչ եմ ուզում ձեզ ասեմ, մարդիկ կան, որ ասում են, կարող է իմ ամուսինս չի գալիս հավատքի, բայց շատ բարի մարդ է, շատ բարի մարդ է, մեկը սոված չլինի հաց կտա, մեկը ծարավ չլինի ջուր կտա, շատ բարի մարդ է, հավատացյալ մեկն է, ուղղակի չի գալիս, ասում ես, բա ասենք դուք հավատում եք, որ ձեր ամուսինը եթե այդ վիճակով հանկարծ մարդ ես մահանա, այսօր մի ընտանիք չի եկել ծառայության, որտեղ առավոտյան արթնացել են եւ տեսել են տատիկը քնից չի արթնացել, վայ տատիկը քնել է եւ չի արթնացել, մահացել է, վերջացավ գնաց։ Հիմա մարդիս կյանք այդպես կլինի, առավոտ միգուցե գնացել են արթնացնեն, որ ասեն տատի վեր կաց, դեղերը թխմի, տեսել են տատին արդեն գնացել է։ Այդպես կարող է ցանկացած մեկի հետ լինել, ցանկացած մեկի հետ պատահել, բայց մեկերը հետևից ասում են տան անդամները, ինքը երկին գնաց, որտեղ շատ բարի մարդ էր։ Հիսուսն ասում է, ես ասում եմ, այդ բարին չի կարող երկին գնալ։ Ինչու՞։ Գայթակղվեց մարդը։ Ինչու՞։ Որովհետև բարությունով չէ, որ երկինք կարող եք մտնել։ Եթե բարությունով լիներ երկինք մտնելը, ապա Քրիստոսի խաչը իսկապես հիմարություն էր։ Բա ինչու կարելի է երկինք մտնել։ Միայն հավատք առաստված, հավատք Աստծո միածին որդու վրա, ոչ թե գործերը կփրկեն քեզ, այլ հավատքը ունեցած Աստծո վրա։ Տեր Հիսուսի, ամեն, եւ ասում է դրա պատճառով, որ ասեց չեք կարա բարություն անելով կամ գործեր անելով փրկվել, նեղվան Հիսուսից։ Սխալ է ասել, այսօր աշխարհում այնքան բարեգործներ կան, այնքան բարեգործություններ են արել, բայց ներսով աթեիստ։ Հիմա ինքը փրկվելու է, հիմա ինքը փրկվելու է, ձեր դատին եմ թողում։ Ոչ։ Փրկության միակ ճանապարհը Աստծո որդին է։ Փրկության միակ ճանապարհ, որոշները կասեն, բայց ինչու, Հիսուսը կասի դու գայթակղվեցիր, եւ իմ խոսքը եղավ քար գլորման, որ քո վրա ընկավ,
Պարզը հիմա շարունակենք հետևյալը։ Ինչպես գրված է, ահա ես Սիոնի մեջ գայթակղության քար եւ գլորման վեմ եմ դնում եւ ամեն նրան հավատացողը չի ամաչի։ Ասած Սիոնում մի հատ քար եմ դնում։ Սիոնը գիտեք ինչ է։ Սիոնը դա բլուր է, լեռ է, 777 մետր բարձրության։ Ես պիտի խնդրեմ, որ Սիոնի նկարը դնենք։ Մի հատ նկարը անցնենք, հետո սա է Սիոնը։ Ուշադրություն դարձրեք, Աստված Իսրայելում այս Սիոնի բլուրը խորհրդանիշն էր նաև Հիսուսի։ Գիտեք այդ բլուրի վրա ով է ապրել, Դավիթ թագավորը։ Դավիթ թագավորի հզոր պալատները թագավորական հենց այս բլուրի վրա է եղել։ Եվ հիմա այստեղ այդ Սիոն սարի վրա նաև տաճարն է։ Ասում է ես Սիոնի մեջ այս բլուրի վրա մի քար դրեցի։ Հավատացողների համար այն եղավ փրկություն, չհավատացողների համար այն եղավ գայթակղության քար։ Պարզը շատ լավ։ Եկեք նայենք մի երկու բաներ Սիոնում տեղադրված ուրեմն խորհրդանշական քարը, որի վրա սայթաքեցին բոլոր անհավատները եւ օրենքները չպահողները։ Գնանք առաջ։ Ուզում եմ որ իմանաք Սիոն բառը որտեղից է որ դուրս է եկել, ուրեմն Սիոն նաև կոչում են Հիսուսին։ Ասում են նա Աստծո հավատարիմն է, նա է մեր Սիոնը, նա է մեր Սիոն սարը, նա է Սիոնի մեջ դրված քարը, որի վրա մենք կառուցված ենք, ամեն, այն քարը, որի վրա քո հավատքը կառուցել ես, նրա անունը չմոռանաս, Սիոն է, դա Հիսուսն է, ամեն, փառք Տիրոջը։ Շատ լավ։ Ուզում եմ հիմա մոտենանք նրան, թե ինչու էին հրեաները գայթակղվում Հիսուսից։ Գիտեք, երբ Հիսուսը եկավ աշխարհ, երբ արդեն ծառայում էր, մարդիկ նրան անվանում էին, ասում էին սուրբ տղա է, ասում էին հա սուրբ է, խելոք տղա է, սուրբ տղա է, բայց այդ սրբությունը, այդ բարությունը Հիսուսի, այդտենց էլ հետաքրքիր չէր աշխարհին, որովհետև մի տեսակ ոչ միտեղ չի գրված, որ հրեաները ապշեցին Հիսուսի բարությունից, նրանք ապշեցին Հիսուսի սրբությունից, այդտենց չհետաքրքրեց հրեաներին։ Հետո ասացին նա մարգարե է, մի փոքր լրջացան, նա մարգարե է, հետո ասացին նա Աստծո որդին է, Աստծո որդին է, հետո ասացին նա թագավոր է, ինչ եք ասում, այդպես բան ոնց կարա լինի։ Գիտեք ինչու հրեաները գայթակղվեցին Հիսուսից, ասացին որ լավ որ բարի տղա է, սիրուն տղա է եղել, խելոք տղա է եղել, հա բոլորն էլ բարի են։ It's okay, it's okay։ Բայց որ նրան ասացիք Աստված, ստեղ կան գարեկասողներ։ Սա Աստված է, հրեան ուզում է քեզ ապացուցի, որ սա Աստված չէ։ Գիտեք ինչ է ասում, ասում է ինչպես կարող է մեկը ծնվել կույսից։ Այդպես բան հնարավոր է։ Մի հատ ասում է եկեք մտածենք, ինչպես կարող է կույսը առանց որևէ համար տեսնելու հղիանա։ Լավ ասում է կույսն էլ հղիացավ, էլ հասկացանք։ Բա հաջորդը գիտեք ինչից են գայթակղվել, բա ինչպես կարող է Աստված իր միածին որդուն ուղարկի աշխարհ եւ ասի գնա ծնվի Մսուրում։ Աստծո որդին Մսուրում է ծնվում, մի հատ տեսեք Դավիթը որտեղ էր ապրում։ Աստծո որդին Մսուրում կծնվի։ Ինչու Հիսուսը ծնվեց Մսուրում լինելով թագավոր։ Մտածել ես այդ մասին, ինչու, ոչ թե ինչու կույսը հղիացավ եւ ծնեց Աստծո որդուն, հələ ասել հрьяաների հետ են կոմենտ դնում, ինչու Հիսուսը լինելով Աստծո որդի, լինելով թագավոր, թողեց թագավորական փառքերը, թողեց երկինքը եւ եկավ, մարդացավ, ծնվեց Մսուրում, Գոմում, որտեղ դու 10 րոպեից ավել չես մնում, որտեղ կային կենթանիներ, որտեղ կային գառներ, այծեր, արջառներ եւ Աստծո որդին ծնվեց այդ կեղտոտ Մսուրի մեջ, այդ մութ Մսուրի մեջ։ Մտածել ես երբևիցե հрьяաներն ասացին, սրանից ինչ Աստված, եկե ծնվելա Մսուրում, տեղ չուներ ծնվելու, գայթակղվան, չի կարա սենց Աստված լինի։ Հիմա ես կասեմ ինչու ծնվեց Մսուրում, բայց թույլ տուր մի բան էլ ասեմ, ինչից գայթակղվեցին հрьяաները։ Մի օր տեսան, որ նա նստած է մեղավորների հետ հաց է ուտում եւ գինի է խմում, ասացին, չի կարա սենց Աստված լինի, ասում են սա Աստված է եւ Աստծո որդի, նստած մեղավորների հետ հաց եւ գինի է խմում, սրանից ինչ Աստված, չէ, դες բան չի կարա լինի, հետո կեղտոտ ձեռքերով են ուտում։ Բայց մեր օրենքում գրված է ձեռքերը տվա նոր հացկեր, կրոն, ռելիգիա, ձեռքերը կեին նոր հացկեր, լվան նոր հացկեր,
Հեճեղելը որ կեղտոտ ձեռներով ես հաց ուտում, ամենահամով հացը հետ ա։ Սս մատ քսիր վրետ, մյասս քսիր ձեռքերդ վրեն, սենց ալելույա, պոկեցիր հացը կերան, չես էլ հասկանում ջուրը բորդից խմար, բայց խմար, ալելույա, տենց ենք մեծացե, ասում եմ, սարի ծամող երեխեք ենք եղե, գիտես իշքան զիբիլ կար էտ սարի ծամոնի մեջ, աշխարի ինֆեկցիան կարմիր էտ սարի ծամոնի մեջ էր մեկ է շաքար ակլորի, լպսելով էթում ենք, մեզանից մեկը հիվանդ չէր, մեզանից մեկը ինֆեկցիոն չպարկեց, այդ տատի, որ սարի ծամոնը ծարկում էր են շորերի տակ, բանկեկը կողած և այլն, ալելույա, բազմազան հետաքրքիր համեմունքներով, հալելույա, մենք բոլորը սաղ մնացինք, հալելույա, ձերքերերդ չլվացիք, նոր հաց կերակ, բամբորներին նայում ես բիտոնը արեմ մարդը, հիմա ձերներն է թոչելվավ եկալավ հացը պոկեց, պանիրը դրեց ու խայ, մարդը հավեսով կերավ թողեք ապրի։ Ձերքերդ լվացեք, COVID-19 չկրկվի։ COVID-19 չէր կարող կրկնվել, COVID-19 սարքեցին մեզ նվեր տվեցին, մինչև էտ անհոգ էինք ապրում։ Ասեց, մի հատ նայեք Հիսուս, հաջորդը, մի հատ նայեք Հիսուս կոչված Աստծո որդին Ղևի Ալփյանի տունը հացաուտում։ Ղևի Ալփյանը գիտեք ով է, նույն Մաթեոս ավետարանիչը, որը հարկահավաք էր, նալոգովի, IRS-ի աշխատող էր, թանց հավաքող, ալելույա, կրկնակի թանց հավաքող, կրկնակի ատելի մարդերյաների համար, ասես մատնայի գնացել նստել է դրա տունը հացաուտում։ Վայ, Զաքիոսի տունն էլ ամմտ է, Զաքիոս, ատում էր ամբողջ Հրեաստանը Զաքիոսին, Հիսուսը Զաքիոսի տունը հաց կերավ։ Այս ինատ չի էր ինչ էր Հիսուսը, թե ուրիշ մի բան կար այստեղ։ Գիտեք այսօր աշխարհում, և եթե վերադառնամ 2000 տարի առաջ Հիսուսի ժամանակներում, այսօր աշխարհում 8 միլիարդ մարդ է ապրում, բայց Հիսուսի ժամանակներում դեռ այդքան չէին, աշխարհի կեսից ավելին սոված էր։ Եվ այսօր էր աշխարհի կեսից ավելի մարդիկ սոված են, միայնակ են, հիվանդ են, տխուր են, աղքատ են, և Հիսուսը նրանց համար է եկել։ Եվ երբ որ հրեաները գայթակղվեցին, թե մսուրում է ծնվել, թե հաց է ուտում մեղավորների հետ, ես ուզում եմ ասել, նա ծնվեց մսուրում, բոլորդ եք լսում, նա ծնվեց մսուրում, որ հասանելի լիներ բոլոր հասարակ մարդկանց։ Եթե Աստծո որդին ծնվեր թագավորական պալատում, նա հասանելի չէր լինի մեզանից ոչ մեկին։ Նա կերավ մեղավորների հետ, ճիշտ ինչպես մեր նմանների հետ, որ մենք մեղավորներս հասկանանք, որ փրկության շանս ունենք։ Հալելույա, ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Ալելույա։ Ահա ինչու համար հրեաները գայթակղվեցին Հիսուսից։ Սա մեծ գայթակղություն էր։ Շատ լավ։ Ուզում եմ մի հատ պատմություն պատմել ձեզ։ Եվ երևի սրանով կմոտենանք արդեն մեր ավարտին։ Ես չգիտեմ ում համար։ Լսում ես, բայց ինձ համար Հիսուս Քրիստոսը իմ ամենալավ ընկերն է։ Ես ունեմ շատ մարդիկ ում հետ զբաղվում եմ, խոսում եմ, ընկերներ եմ, կարող եմ նստել, վեր կենալ, բայց ուզում եմ ինձ ճիշտ հասկանաս։ Իմ կյանքիս, իմ այս գիտակցական կյանքիս մեջ, վերջին 30 տարվա մեջ ամենալավ, ամենահավատարիմ ու ամենամտերիմ ընկերը ես ընտրեցի ինձ համար Հիսուսին։ Հիսուսը իմ ընկերն է և իմ ավագ եղբայրը։ Աստվածաշունչը ասում է, որ նա քո փրկիչն է, բայց Եբրայեցիս թղթում մի բան եմ գտել։ Ասում է, որ նա քո ավագ եղբայրն է։ Գիտեք, բոլոր նրանք, ովքեր մեծ աղբեր ունեն, հանկարծ դրսում իրանց որ ծեծում էին Հայաստանում, ասում են, հեսա կետամ աղբորս կասեմ։ Չէր ասում պապայիս կասեմ, ասում են, հեսա կեսամ մեծ աղբորս կասեմ, մեծ աղբերս որ գա, գիտես քեզ ինչ կանի։ Հանկարծ մեկը քեզ ուզենա բան ասի, ասա տեղդ կանգնի, հեսա մեծ աղբորս կկանչեմ, կանչիր Հիսուսին, ամեն, կանչիր նան ամեն սիտուացիան, քեզ դուրս է հալելու, ես այստեղ կանգ եմ ուզում առնեմ, որ լսեմ քո բացականչությունները, հալելույա, հալելույա, ամեն, եթե մեկն ու մեկդ ինձ բան ասեք, ասա կկանչեմ մեծ աղբորս, ամեն, նա իմ ավագ եղբայրն է,
Նա իմ ամենահավատարիմ ընկերն է։ Աստծուն փառք ձեր բոլոր տան անդամների համար, երեխաներիդ համար, կնոջդ ամուսնուդ համար, փառք Աստծուն բոլորի, բարեկամներիդ, ընկերներիդ համար, ովքեր սիրում եւ հարգում են քեզ։ Բացի հիշեր, չկա աշխարհում նրան նման մեկը, որ կարողանա մոտիկացնել Հիսուսի որակների հարցում։ Չունի ոչ մեկը, չունի աշխարհը նրա որակներից, բայց արի ուտես, լինելով հզոր Աստված, ողջ տիեզերքը նրա ձեռքերի մեջ է, բայց այդքան հզոր լինելով հանդերձ նա խոնարհվել եւ եկել բնակվում է իմ եւ քո սրտի մեջ։ Ամեն, հայրում եք որամանի բարձր կբացականչի, հալելույա, հալելույա, փառք լինի նրա անվանը, հրյաների համար եղավ գայթակղություն, հույների համար հիմարություն, բայց հավատացողների համար Աստծո զորություն։ Հալելույա, փառք Տիրոջը, ևս մեկ բան նայենք, հալելույա, կա մարդ, որ ինչ-որ մի բան վերցնում է, ես խոսում եմ Հիսուսի մասին։ Հալելույա, Հիսուս Քրիստոսը Աստծո զորությունն է, եւ նա ավելին է, քան ռելիգիան, քան եկեղեցական թանկարժեք շենքերը ու հին ու նոր տաճարները, Հիսուսը քո զորությունն է, ամեն, հալելույա, փառք ու Տիրոջը, հալելույա, միգուցե այստեղ կան նստած մարդիկ, չգիտեմ, ամեն ինչը, որ ես ճանաչում եմ, միգուցե այստեղ կան մարդիկ, ում կյանքում գործում է երկաթե թաթ, մեղքի երկաթե թաթը, նա հանկարծ չգավ մարդու կյանքի մեջ, նա որ եկավ, դրա հարցը լուծելու է միայն Հիսուսը, այդ երկար թաթը մտցրել է քո կյանքի մեջ, եւ գիտես ինչու է մտցրել, որ քեզ իջացնի, որքան հնարավոր է միտեղ, ներքև, ուր ենք գնում ենք հավիտենական կորուստի, բայց Հիսուսը այդ Աստծո զորությունը այսօր այստեղ է եւ նա եկել է, որպեսզի այդ երկաթե թաթը ջրթի քո կյանքից։ Ամեն, հալելույա։ Երկաթե թաթը իրավունք ստացավ մեր կյանքերում Եդեմի պարտեզում հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգության պատճառով։ Եվ Ադամը մեղ գործեց եւ ընկավ ու հոգեվորապես մեռավ, բաժանվեց Աստծոց, այդ երկաթե թաթը Ադամի շնորհիվ եկավ ամեն մեկիս կյանքի մեջ եւ մենք բոլորս կոչվեցինք մեղավորներ եւ այդ երկաթե թաթը որոշների կոկորտից է բռնե, որոշների մտքից է բռնե, որոշների աչքերն է բռնե, որոշների ձեռքերն է բռնե, որոշների ոտքերը, որոշների սիրտն է բռնե, բայց այդ երկաթե թաթը եկավ մեր կյանքի մեջ եւ նրա գլխավոր նպատակն է մեզ իջեցնելու գադես, դժոխք, ուզում եմ 2-3 բաներ նայենք եւ մի հրաշալի պատմություն ունեմ քեզ պատմելու։ Ամբողջ աշխարհը գտնվում է մահվան դատավճռի տակ եւ այն մարդուն սահեցնում է դեպի դժոխք։ Ամբողջ աշխարհը Ադամի մի մեղքի պատճառով ընկավ դատապարտության տակ եւ մարդիկ մեղքի պատճառով սահում եւ գնում են ուղիղ դժոխք։ Եկ նայենք հաջորդ բանը, որովհետև մեղքի վարձքը մահն է։ Ուզում եմ ասել, եթե դու գնում ես մի բան գնելու, ասում ես, ներեցեք, այս ինչ արժի այս ջուրը, ասում են $6, ջրի վարձքը $6 է, այո, ասում եմ մեղքի վարձքը, ահա որն էր մեր պատիժը, մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը, որ եկավ մեր կյանքերի մեջ, հավիտենական կյանքն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով եւ բոլորն ասեցին ամեն։ Եկ մի բան նայենք։ Մահի խայթոցը մեղքն է։ Մեղքի զորությունը օրենքը։ Գնանք առաջ, այս մասին գրում է Կորինթացիների թղթում Պողոսը։ Ինչ է մեղքը։ Այն ոգի է, դև։ Մարդը մեղք չէ, մարդը մեղավորն է։
սիրում է մեղավորին, բայց ատում է մեղքը։ Կամ արդյոք հասկացավ։ Այնպես չէ, որ եթե այսօր դու Գորեստին ծնված ես, մեղք չես գործում, այստեղ բոլոր նստածները սուրբ մեղավորներ են։ Այո, մեղքի վարձքը մահ է, մեղքը դա նշանակում է մի բան, որը Աստծո խոսքին դեմ է, այո, բայց Աստված ատում է մեղքը ու սիրում է մեղավորին։ Ով է խաչյալ Հիսուսը, ով է խաչյալ Քրիստոսը, գրված է, եթե մեղքը եկավ, որ մեզ տանի դժոխք, ապա Աստծո շնորհքը եկավ, որ մեզ հավիտենական կյանք տա։ Նա չգիտի արդյոք ես եւ դու ինչ ենք մտածում։ Նա չգիտի արդյոք իմ եւ քո գործողությունները, նա չգիտի արդյոք ով ենք մենք մեր էությամբ, նա չգիտի արդյոք մենք բաներ ենք անում ու ասում, որ պիտի չանեինք, հետո այն, որ նրա ողորմությունն ու շնորհքը ամեն օր, ասա ամեն օր, չէ դիտենց մի ասա, կողքինիդ ասա ամեն օր, ասա ամեն օր նրա շնորհքը քո վրա թարմանում է, հալելույա։ Հաջորդը նայենք, միայն Հիսուս Քրիստոսը կարող է մարդուն ազատել մեղքի երկաթյա ճիրաններից, Հիսուսը Աստծո զորությունն է, ինչի մեջ է որ դու կաս, գիտեք երիտասարդներն ավելի հաճախակի, հələ մենք ինչ-որ մի հատ տարիք է եկել, հասել ենք, հասկացել ենք սևը որն է, սպիտակը որն է, բայց երիտասարդները հենց Հովհաննեսը դա էր գրում, ձեզ են գրում երիտասարդներ, որ այն որ ունեք այդ մեղքի նկատմամբ կրակ կա իրանց ներսում, զգույշ եղեք, ասում էր, զգույշ եղեք, հա, հիմա նա մեզ ազատել է այդ մեղքի գերության, այդ մեղքի ցանկասիրության ճիրաններից ազատել է իր զորությունով, ամեն, ասենք նրան փառք, հալելույա։ Խաչյալ Քրիստոս Հարյանները ասացին, լավ, այդ որ կերավ ձերքերը կեղտոտ էր Ղևյալ Փյանի տունը բան, էդ էլ հլը, ես ինչ տեսակի Աստված էր, վեկանան խաչեցին խաչի վրա, մերով գնաց, էլ երկայթա կխվեցին, երբ սատանան խաչում էր Հիսուսին, լսում ես, երբ սատանան Հիսուսին խաչում էր խաչի վրա, նա մտածում էր օֆեսի շպրծանք սրանից, ոնց բռնեցի Հիսուսին, ոնց սրա հախից եկա, օխայ, եվս մի քանի րոպե, և շունչը կփչի խաչի վրա, բայց երբ որ սատանան խաչում էր Հիսուսին, նա անգամ մտքով չէր կարողանում անցկացնել, որ խաչելով Հիսուսին, ինքը հենց խաչում է իրեն։ Որովհետև Քրիստոսի խաչելության միջոցով անպատմելի մի բան է տեղի ունեցել, գիտես ինչ է տեղի ունեցել հետևյալը, այն պահին, երբ լսում ես, այն պահին, երբ Աստծո որդին խաչի վրա իր հոգին ավանդել, հենց այդ պահին քո և ինձ վրա եղած դատավճիռը հավիտենական կրակներ տեղում բեկանեց Աստված, հանդես տեղում, հալելույա, ավելի բարձր ծափահարի, քո դատավճիռը բեկանված է Քրիստոսի շնորհիվ, հալելույա, ամեն, թող մի բան էլ ասեմ, երբ Հիսուսը խաչի վրա արյունաքամ եղավ ու վերջին տաթիլ արյունը թափվեց, Հայր Աստված նայեց, դա վերջին բանն էր, որ նայեց, և ասեց, երկինքը բավարարված է այս զոհից, դու ազատ ես։ Նա թափվեց քեզ համար, նրա արյունը թափվեց քեզ համար, նրա արյունը թափվեց քեզ համար, Հիսուսը մեռավ քեզ համար, որպեսզի դու ազատ ապրես մեղքի երկաթյա թափերից ու տիրաններից, ամեն, հալելույա։ Էրիվանայեք, Հիսուսի աշխարհ գալու հիմնական նպատակը վճարել մեր մեղքերի գինը, թափելով իր սուրբ արյունը և հարություն առնելով մեռելներից, հաղթելով մահին և գերեզմանին։ Գիտես ես քեզ մի բան ասեմ, վախենում ես մեռնելուց, չվախենաս,
Հիմա կասեն, ընդդեմ չփոխենանք այդ կոքսանտնից էլ վախենում ենք։ Հիսուսն ում քեզ մի բան ասել։ Հիսուսը մահը քո կյանքից խլել է։ Դու չես կարող մեռնել։ Դու չես կարող մեռնել։ Որովհետև եթե հանկած քո մարմինը, այն ես մի քանի ծառայություն առաջ ասել եմ, այն ինչ որ պետք է սատանային հիշում է գետնի վրա գցած, այն ինչ որ պետք է այդ մարմինը օր կգա, դա նշի որ 100 տարի ապրելու են երկրի վրա, մի օր այս մարմինը դա նույն կոստյումն է, նույն կոստյումն է, որ ծածկում է մարդու մարմինը, այնպես է քո մարմինը ծածկում է քո հոգուն, քո հոգու համար սա վրան է, մարմինը քո հոգու բնակարանն է, մարմնի մեջ ապրող բնակիչը քո հոգին է, ամեն, Հիսուսը, երբ որ հաղթեց մահին ու գերեզմանին, նա խլեց քո բաժին մահը, որ դու հավիտյան մահ չճաշակես, հավիտյան չես մեռնելու, դու հավիտյան ապրելու ես, հալելույա, միգուցե մի երկու բան էլ ուզել ասեմ ինչ ով է Հիսուսը, նա իմ Հովհաննես 3:16-ն է, ով է Հիսուսը, նա իմ Հովհաննես 3:16-ն է, նայեք ինչ է գրում Պողոսը, ով մա խոսում է հետը, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, չկա, ինչու, որովհետև երբ Աստծո Որդին 3-րդ օրը մեռելների ծառայություն արավ, նա խլեց մահվան թագավորից քո վրա իշխանությունը, ողջույն, հալելույա, հալելույա, նա իմ Հովհաննես 3:16-ն է, Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվա, ով որ հավատաց նրան չկորի, այլ հավիտենական կյանք ունենա, որ ասեն ով է Հիսուսը, ասեն նա իմ John 3:16-ն է, Հովհաննես 3:16-ն է, ամեն, հալելույա։ Ամեն մեղավորի երբ որ տանում են դատարան դատելու, ասում են ոտքի կանգնեք, դատավորն է գալիս, դատավորն է գալիս, դատավորը վերցնում է դատավճիռը եւ ասում է, այսինչ ոտքի կանգնում է, դուք ընդունում եք, որ դուք մեղավոր եք, այո, մեղավոր եմ, ձեր բերանի խոսքի համաձայն, որ դուք ընդունում եք, որ դուք մեղավոր եք, որովհետև դուք սահմանադրության եւ օրենքի այս կանոնները խախտել եք, դուք մարդասպան եք, դուք սա եք, դուք նա եք, եւ մենք ձեզ դատում ենք ցմահ։ Իմ ու քո դատավճիռը այդպիսին էր, գիտես, բայց 2000 տարի առաջ, ասա 2000 տարի առաջ, մի հոգի ավելի բարձր ասի 2000 տարի առաջ, Աստծո որդին խաչի վրա, քանի րոպե տևեց, ես չգիտեմ խաչի մահը, ինչքան տևեց, բայց մի բան գիտեմ, խաչի վրա, երբ հոգին ավանդեց եւ ասեց հայր, հոգիս աղատում եմ քո ձեռքերի մեջ, հենց այդ պահին երկնքում սանդարամետում դժոխքում եւ երկրի վրա իմ եւ քո դատավճիռը քանդվեց եւ Աստված հայտարարեց քեզ դեռ դու չծնված դու ազատ ես հավիտենական դատաստանից ահա ով է Խաչյալ Քրիստոսը ահա ինչ է արել Խաչյալ Քրիստոսը նա բեկանել է քո դատավճիռը Քրիստոսը բեկանել է քո դատավճիռը ամեն հալելույա Տիրոջը Հալելույա Քրիստոսի խաչելությունով մահվան խայթոցը պարտվեց, արյունը թափվեց, գինը վճարվեց, մահվան դատավճիռը բոլորս իրար հետ բեկանվեց Ավարտելուց առաջ մի պատմություն եմ ուզում քեզ պատմել Այս պատմությունը բոլոր նրանց համար է, ովքեր առաջին անգամ են այստեղ, կամ երկրորդ անգամ են, ովքեր դեռ նոր են, փորձում փորձ անել, ընդունել Հիսուսին իրենց կյանքի մեջ, թե ոչ։ Հեռավոր 90-ական թվականներն էր, մի ըստոմարդ Պերույի ֆուտբոլի ստադիոնում
Քրուսեյդեր անցկացնում։ Եվ վկայում է այդ անձնավորությունը։ Ասում է, երբ վերջացավ իմ ծառայությունը, եւ ես վերադարձա Ամերիկա, ես մի նամակ ստացա մի աղջկանից։ Նամակում գրված էր հետևյալը. Բարև ձեզ։ Իմ անունը Մարիամ է։ Ես 21 տարեկան եմ։ Օրեր առաջ ինձ հետ մի բան պատահեց, եւ ես ուզում եմ անպայման սա ձեզ տեղեկացնել։ Ես մեծացել եմ Որբանոցում, Անկատանը։ 8 տարեկան էի, երբ հայրս հեռացավ տնից։ Մայրս ալկոհոլիկ էր, հարբեցող էր։ Հորս բաժանությունից հետո գնալուց հետո մայրս տվեց իրեն խմելու։ Երբ 11 տարեկան էի, մի առավոտյան արթնացա, երբ պիտի դպրոց գնայի, ուզեցա արթնացնեմ մամայիս, որ ինձ դպրոց տանի։ Փորձեցի արթնացնեմ ու չկարողացա, որովհետև մայրս մահացել էր։ Եվ ես նայեցի, որ նրա շուրջ բոլորը դատարկ խմիչքի շշեր էին թափած։ Սոց աշխատողները տուն եկան եւ ինձ մի տեղ տարան։ Ես 11 տարեկան էի։ Տարան ինձ մանկատուն եւ ես ապրեցի մանկատանը եւ չափահաս դարձա, ինձ դուրս անեցին մանկատնից։ Ես սիրահարվեցի մի տղայի վրա, որից էլ հղիացա։ Եվ 21 տարեկան հասակում արդեն ունեի երեխա, բայց չունեի ամուսին, եւ ես նույնպես մորս նման սկսեցի խմել։ Զբաղվում էի հարբեցողությամբ եւ նույն ձև թողնում էի այդ երեխային, ինչպես մայրս էր ինձ թողնում։ Բայց մի օր ես հասկացա, որ այլևս չեմ ուզում ապրել։ Հասկացա, որ կյանքը բեռ է դարձել ինձ համար։ Եվ ես որոշեցի ինքնասպան լինել։ Վերցրեցի մեկ մեծ անկա դեղ եւ լցրեցի ձեռքիս մեջ, որ խմեմ այդ դեղերը եւ մեռնեմ։ Հիշում եմ, որ այդ օրը ես տանը մենակ էի։ Տանս մեջ բարձր ձայնով լսվում էր հեռուստացույցի ձայնը, ինչի վրա էր դրված, որտեղ էր դրված, ես չեմ հիշում, բայց հիշում եմ, որ հանկարծ հեռուստացույցի միջից մի տղամարդ գոռում էր. Հիսուսը սիրում է քեզ։ Ով որ ես, որտեղ որ կաս, որ քաղաքում ես, որ աշխարհամասում ես, ես ուզում եմ ասել, որ Տերն ինձ ասում է կա մեկը, որին այս խոսքն ասա, կանգ առ, Հիսուսը սիրում է քեզ, կանգ առ, Հիսուսը սիրում է քեզ։ Եվ ես կանգնած եմ եւ ասում եմ, Սաուլ մասին այս պատմասում եւ հանկարծ դրել այդ միտքը չէր ավարտել իմ մեջ եւ ասել, ինչ որ մեկը հենց հիմա ինձ հեռուստացույցով է նայում։ Եվ ես ասում եմ, եթե դու այդ մեկն ես, որ հենց հիմա ինձ հեռուստացույցով նայում ես, Հիսուսն ասում է, որ ասեմ քեզ, կանգ առ, ես սիրում եմ քեզ, ես կարող եմ փոխել քո կյանքը, միայն դու կանգ առ հենց հիմա։ Եվ այդ աղջիկն ասում է, շարունակում է գրել այդ հովիտ։ Ես չգիտեմ ինչպես ստացվեց, ես մայրենքա գետի, ամբողջ ձեռքիս դեղերի պարունակությունը թափեցի գետին, բայց կարևորում եմ հետևյալը գրել քեզ ու Աստծո մարդ գրելա, ինչ-որ մի բան այստեղ կատարվեց, երբ ես մայրենքա, դու դեռ շարունակում էր այդ ստադիոնից գոռալ, Հիսուսը սիրում է քեզ։ Դու դա ասեցիր ոչ թե 1, ոչ թե 5, ոչ թե 6, դու մի քանի րոպե շարունակ իրար հետևից գոռում էի, Հիսուսը սիրում է քեզ։ Ես ասացի հայրս, մայրս, անգամ չեն սիրել ինձ, ես որբեր մեծացել, ես դին շպրտված երեխա եմ եղել, ես հասարակությունից և մանկատանը վիրավորված երեխա եմ եղել, ոչ մեկ չի կարող ինձ իր սիրով բժշկել, բայց դու շարունակում էիր ով ասում եմ գոռալ, Հիսուսը սիրում է քեզ։ Եվ գետնի վրա հանկարծ մի բան զգացի, որ նա հպվեց ինձ, անմիջապես ձեռները տապելուց հետո աղաղակեցի, Տեր Հիսուս, փրկիր ինձ, փրկիր ինձ։ Նամակը
աղջիկը ավարտել էր հետևյալ խոսքերով. ով Աստծո մարդ։ Ոչ միայն այդ օրը ես բրկվեցի, դրանից հետո ես գտա իմ ամուսնուն, մեր ընտանիքը վերամիավորվեց, այսօր ես, իմ աղջիկը և իմ ամուսինը ապրում ենք ուրախ և երջանիկ կյանքով և ես ազատագրվել եմ ալկոհոլից, ազատագրվել եմ ինքնասպանության ոգուց, այն օրը, երբ դու չէիր դադարում ու գոռում էիր, Հիսուսը սիրում է քեզ, այդ բառերի միջից եկավ այնպիսի զորություն, որ ինձ ազատեց որբությունից, մենակությունից, ալկոհոլից, ինքնասպանությունից, խաչալ Քրիստոսը դարձավ իմ զորությունը, հալելույա, փառք Տիրոջը, հալելույա, եկավ մեկ ողջ, հալելույա, փառք Հիսուսի, փառք Տիրոջը, խաչալ Քրիստոս, եկ միատել նայենք մեր այսօրվա պատգամի վերնագրի, ուզում եմ, որ դու նայես, հրյաների համար նայր այստեղ, հրյաների համար նա դարձավ գայթակղություն, ես ինչ տեսակի Աստվածա մսուրումը ծնվե, էշի վրա մանեկով, կեղտոտ ձեռքերով հաց կերավ, մեղավորների հետ նստեց, ես ինչ Աստված է, խաչեցին դրան, չէ, նա չի կարող Աստված լինել, գայթակղվեցի, հույները նայեցին և ասացին, լավ տղա էր, մեղք էր, ափսոս էր, որ խաչեցին, բայց դրա խաչելության մեջ ինչ մեծ բան կար, որ տենց պատմություն սարքեցիք, հետո եկանք ես և դու, ամբողջ որտեղ կորում էինք խաչեք նրան, ու մենք նայեցինք նրան, նայեցինք Հիսուսի սիրող աչքերին, նայեցինք, որ նրան ոչ թե որ նա բարի էր, կամ սիրուն էր, կամ աչքերն էին սիրում, չգիտես ինչու, խաչին նայելուց, խաչյալին նայելուց, նրա թափած արյան մասին լսելուց, մի բան է տեղի ունենում այստեղ մի բան է տեղի ունենում, ինչ որ մի ուրիշ ձև մեր սիրտը խփում է, երբ հասկանում ենք, որ Աստված իր միածին որդու զրկվեց 33 ու կես երկար տարիներ, նա ասաց որդիս, մեղքի վարձքը մահ է և սատանային տալու իր արժեքը դա մեկ սուրբի կյանքն է, բոլորը մեղ գործեցին և զրկվեցին Աստծո փառքից և չկա մեկը և մեկ արդար ու մեկ բարի, որ լուծի աշխարհի մեղքի հարցը, կգնաս որդիս, համայն մարդկության համար մեռնելու, խաչի վրա ցույց տուր, որ դու Աստծո զորությունն ես, քեզ հավատացողները կտեղափոխվեն ավետարական կյանք, քեզ հավատացողները, եթե մարմնավոր մահանան է, մեկը ֆիզիկապես չեն մեռնելու, հոգևորապես չեն մեռնելու, գնա որդիս և վերցրու մահվան և դժոխքի բանալիները և կանգնիր, որ որդիներիցս որևէ մեկը երբևիցե չհայտնվի այնտեղ, գնա և խաչի վրայից գոչի նրանց, ես սիրում եմ ձեզ, Հիսուսը սիրում է քեզ, Հիսուսը սիրում է այստեղ նստած ցանկացած մեկի, ինչի միջով են, որ դու անցնում ես, ով ես դու, կին ես, տղամարդ ես, երիտասարդ ես, պատկառելի տարիքի ես կապ չունի, ուզում եմ քեզ ասեմ, չի կարող քո մեղքերը այնքան մեծ լինեն, որ գերազանցեն Քրիստոսի արյան զորությանը, նրա արյունը կարող է մաքրել քո մեղքերը, եթե նրանք անգամ սարերի ու բլուրների չափ մեծ լինեն, գրված է, ես կջնջեմ քո անօրենությունները, կմաքրեմ քո մեղքերը, եթե նրանք կրկնակի կարմիր են, ես նրանց կդարձնեմ ձյալ պես
չեմա։ Եվ սարսվեց ջահադրի սիքսինը։ Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն ուղարկեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, բացականչի, հալելույա։ Եվս մեկ անգամ հալելույա։ Փառք ես Հիսուս, փառք ես խաչյալ Հիսուս, դու մեր սորությունն ես, եթե հրյաների համար հիմարություն ես, հրյաների հույների համար հիմարություն, հրյաների համար կայքակություն, մեզ համար դու մեր սորությունն ես, փառք Հիսուսին, փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ He paid it all. He paid the price of death. He paid the price of sin. And we have to worship Him today. And forever in our lives, we have to give Him praise for His sacrifice. Oh, Jesus paid it all. Jesus paid it all. Jesus paid it all. I hear the Savior say, thy strength indeed is small. Child of weakness, watch and pray. Find in me thine all in all. Jesus paid it all to Him I owe. Sin had left the crimson stain, He washed it white as snow. Jesus paid it all to Him I owe. Sin had left the crimson stain, He washed it white as snow. Lord, now indeed I find thy power and thine alone can change the leper's spots and build the heart of stone. Jesus paid it all to Him I owe. Sin had left the crimson stain, He washed it white as snow. Jesus paid it all. To Him I owe. Sin
white as snow. Jesus paid it all to him I owe. Sin had left a print and stain. He washed it white as snow. He washed it white as snow. He washed us white as snow.